Արևը Եվրոպայում վերջին օրերին դարձել է իրական փորձություն։ Տասնյակ քաղաքներում ջերմաստիճանը հասել է անոմալ բարձր ցուցանիշների։ Մարդիկ հնարավորինս քիչ են դուրս գալիս տներից, փնտրում են զով վայրեր, լողափեր ու շատրվաններ։ Որոշ երկրներում շոգի պատճառով փակվել են դպրոցներ, թանգարաններ և մշակութային կենտրոններ։ Ամենածանր իրավիճակը Ֆրանսիայում է։ Փողոցները դատարկվում են հատկապես կեսօրին, իսկ առանց օդորակիչի բնակարաններում գիշերելը գրեթե անհնար է։ Ջերմաստիճանը բարձրացել է 37-ից 40 աստիճանի և նույնիսկ այն քաղաքներ, որտեղ 40-ից բարձր էր։ Դա ասեմ վտանգ էր հանդիսանում և երեխաների համար, և մեծահասակների համար, և անգամ երիտասարդների համար։ Արփինեի խոսքով ամենաբարդը ոչ միայն 40 աստիճանին մոտեցող ցերեկային շոկն է, այլ այն, որ նույնիսկ գիշերային ժամերին ջերմաստիճանը գրեթե չի նվազում։ Շոկը փոխել է մարդկանց ամբողջ առօրյան։ Ֆրանսիայի բնակիչները փորձում են որոշ գործեր տեղափոխել վաղ առավոտյան կամ ուշ երեկո, իսկ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար իրավիճակը առավել բարդ է դարձել։ Ես ինքս լինելով երեխայի մայրիկ կարող եմ ասել, որ մեր կյանքը գլխի վրա շուռ էր եկել։ Մենք տնից դուրս ենք գալիս միայն վաղ առավոտյան, դրանից հետո բացարձակապես չենք բացում անգամ դուռ լուսամուտ, չենք միացնում տան լույսերը։ Ամեն հնարավոր պայմանները ստեղծում ենք, որպեսզի տան ներսը լույս չմտնի, ջերմություն չմտնի։ Սակայն խնդիրը միայն անհարմարությունը չէ։ Ֆրանսիայի առողջապահական ծառայությունների նախնական տվյալներով միայն հունիսի 24-ից 26-ը ընկած ժամանակահատվածում շոկի հետևանքով 1000 մարդ է մահացել։ Հիվանդանոցներն ու դիահերձարանները աշխատում են գերծանրաբեռնված։ Այստեղ կա օդորակիչների խնդիր, ոչ միայն սովորական բնակիչների շրջանում, այլ նաև հասարակական վայրերում, դա կլինի խանութներ, հասարակական տրանսպորտ։ Ֆրանսիայում արդեն 2 տարի բնակվող մեր հայրենակցուհին ասում է, նման շոկ դեռ չէր տեսել։ Շատերի համար այս օրերը հիշեցրել են 2003 թվականի աղետալի ամառը, երբ Եվրոպայում շոկի ալիքը տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլեց։ Այս 2 տարվա ընթացքում իհարկե չէր եղել նման եղանակային պայմաններ, ինձ ծանոթ չեն այս պայմանները, չնայած որ ծանոթ չէին, ոնց հասկացա նաև այն մարդկանց, ովքեր ապրում են այստեղ շատ երկար տարիներ։ Այսինքն կարող ենք եզրակացնել, որ երկիրը պատրաստ չէր նման եղանակային պայմանների։ Բարեբախտաբար կանխատեսումները որոշակի լավատեսության հիմք են տալիս։ Հիդրոթերապանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով հուլիսի 17-ից Եվրոպայի մի շարք շրջաններում օդային հոսանքները կփոխվեն և հյուսիս-արևմտյան ուղղություններից ներթափանցող ավելի զով օդը աստիճանաբար կթուլացնի շոկի ալիքը։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։